Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում են խաղային երեկոն մեզ մոտ Եվրոպա լիգայի խմբային խմբից դիտեց Միլան հաղթեց առաջ եւ հիմա Չեմպիոնների լիգայի մեկ հանդիպում խմբից մրցելու են իրենց խաղը անցկացնելու են Բայեր Լևերկուզենը եւ Բենֆիկան Պարտվել են այդ մասին ընթացքում ես խոսեմ և հիմա տեսնենք այս խաղը ինչպես կանցկացնեն այս երկու թիմերը փորձելու են առաջին միավորները վաստակեն այս մրցաշարում և հանդիպումը մեկնարկած է մրցավարը սուլում է Անցնենք թիմերի կազմերին, սկսեմ Բենֆիկայից, Բենֆիկայի ապասապա 12 Սուրեն Սարգսյանն է, Հավաքն է Սարգսյանը, Բենֆիկայի և առաջի արված է կհանդեն, Գեբեշյանը արվածեց շեղ, Համար 3 Վիլիքարյան, համար 4 Սամվել Գալենտերյան, համար 5 Արամ Եգանյան, համար 6 Դավիթ Յալդենյան, 22 Սիկվան Սեղյան, համար 26 Մակրչյան, համար 77 Շվարդալյան, համար 80 Արամ Հայրապետյան և համար 89 Վլադ Մխիթարյան։ Բայերի դարպասում է այսօր Մեկ Աղասի Ավետիսյանը Հավաքն է թիմերի դարպասապարներն են համար 4 Վլադիմիր Պետրոսյան, համար 5 Արմեն Ազնովյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 9 Ժորա Սարգսյան, համար 10 Անդրավիթ Կիրակոսյան, համար 17 Ամիլյան, համար 21 Վարդյան Գեբեշյան և համար 44 Արման Խաչատրյան Աղի մրցավարն է Գարիկ Բեգյանը Այսքան է պաշտոնական մասով Անցնենք խաղին Բայերն նորից գնդակով Արթուր Պետրոսյանին Արթուր խլեցինո գնդակը Պետրոսյանը Վլադիմիր Պետրոսյան Երացված է Հայր և որդի Ներկային ժոպեներից այսօր դաշնում է Եգանյան Առաջ կենտրոնով Բարսեղյան Էրվից արվածը Բարսեղյանի և առաջին ագյուրայինը կաղաշտը մեզ մոտ Էվիկայի ոգտին Հայրապետյանն է մատուցում Ասավ գնդակը Եգանյանին Գավնակում է գնդակում Նորից Եգանյանի ուղղությամբ հեռացնում են և կարող են անկակրել Բայերը Գեբեշյան, առաջ Վարդից Գեբեշյանը, ոչ Գալենտերյանն է գնդակի տերը, անկակրող անված է Բայերին
Բենֆիկան է Միան շարժում է առվար Շամիրյան լավ նկատեց Սարգսյանին և Հրամփույթ գործեց այստեղ Նորա Սարգսյանը Ազարյան լավ նկատեց զարկեցում Եգանյան ծացրից փոխանցում Սեց հնդակ Ավելիսյանը Ներբեշյան փոխանցում Պետրոսյան Ագերացված է Ամիրյան Եվ Սարգսյանը անցավ գործի առաջին սերն այստեղ Սարգսյանի Լավնակում է բայրի գնով Պետրոսյան Եվ այստեղ խաղքում Պետրոսյանի կողմից Ամիրյան հետ նորից երվից արված և բայլում կրակոցեր իմ Հակոբ Ամիրյանի կողմից 1-0 հաշիվը բացված է Հակոբ Ամիրյան 1-0 ցնցող գոլ էր Ամիրյանի կողմից և հաշիվը բացված է բայրը հաղթում է Արդեն Բենֆիկային Չէր սպասում Սարգսյանը այս սարվածին կարծես թե Եվ հիմա տեսնենք Բենֆիկան ինչպես կպատասխանի այս գոլին Ունենք դեռ նրանք Խնդիրներ ունեն պաշտպանությունում Յավերյան այստեղ խլեց գնդակ և սլանում է առաջ զարկեզով Յավերյան և անկյունային արված Հաղարկված է անկյունայինը, Եգանյան, Ղազարյան, կրկին Եգանյան, Ռոսյան հրաշալի գործեց պաշտպանությունում Քաջյան երվից արվածեց Գեց իր թիմին Ավետիսյանը
Կայնը Եգանյան Կին անկյունային Նորից խաղարկումներ տեսանք այս անգամ Եգանյանը չասավ մնդակին Զայն ներկումը բայրը 10 րոպե անցավ խաղի մեկնարկից Հաղթում է 1-0 աշխով Բենֆիկային Յակոսյան լավ նկատեց աչում առաջարժով Սարգսյանին և շտապեց նորից Եգանյան նորից անցավ գործի Բենֆիկան Եբեշյանին ակտիվացավ բայրը Եբեշյան պակեց կողացման ճանապարհ Սամվել Յալատերյանը բայց կարողացավ այստեղ անկյունային խաղել բայրը այս գրոյից հետո Եբեշյան Պարակ հարված չկա Պետրոսյանի վերջո արվացեց Որ կարող է լինել Եգանյանի արվածը պակեցին և հիմա ընկած է այստեղ Եգանյանը խառնաշփոթ է տեսնենք հիմա խաղի մրցավարը ինչ որոշում կայացնի անկյունային կարծես թե մենք ի վերջո դիտելու խաղի մրցավարը այստեղ վարկը տեսնենք ինչ որոշում կկայացնի շարունակվում է Ասակյան վտանգավոր էր հիմա Ազիվ
փրկեց իր թիմին Ավետիսյանը եւ անկյունային է փակված է Բենֆիկայի Եկանյան փոխանցում կենտրոն Ամիրյանը խլեց գնդակ եւ նետվում է հակագրոյ այստեղ վայրը դուրս եկավ տեղից հիմա Սարգսյանը հանգավոր կարող է լինել խլեց գնդակը հիմա Գեբեշյանը Սարգսյան մնաց գնդակով արվածեց եւ հիմա այլ գործի անցավ Սուրեն Սարգսյանը այլում սեյվ եւ փոփոխություն հիմա Բենֆիկայի կազմում անկյունայինը տեսնենք այրի Գեբեշյան փոխանցում Սարգսյան վտանգավոր էր Ճակարծավ այս անգամ փոքր շերտությամբ արված է Թարյան փոքր թույլ էր արված Լատվիայանի Հասավ գնդակը պահարկեց Գեբեշյանի Սյանը հրաշալի նկատեց Գեբեշյան և հիմա Կիրակոսյանը հայտնվեց այստեղ գնդակի ճանապարհին կարող է լավ եզրափակում լինել ափսոս Ան և այս փոխանցում է Ասցիատեր չունեցավ Ֆիկան իր առաջին հանդիպումը Բայկուլի անցկացրեց Վիարեալի դեմ շաբաթ պարտ ցակից էր Սակայն ի վերջո Պարտվեց 2-4 հաշվով Գայրը մրցեց Բորուսիա Մոնչենգլադբախի հետ Անկելված հասկացրեցին, սակայն Ռախնել այդ խաղում չժրտաց և պարտվեցին 3-5 հաշվով Ապե պրացեք միակ Արի Արագարի Այս խնդրի սինաստանը առաջին համար Դակյան վտանգավոր էր շասել Մկրշյանի ոչ, Յավանյանն էր այնտեղ Այ հիմա Մկրչյան և անկյունային Ված է անկյունային և հազած ուժեղ էր արվածը Փոխանցումը ներողություն
հաջողություն Մկրտչյանի։ Ազնավյան խորքից փոխանցում, Արսենյանը հեռացնում է կրակը։ Մի քանի րոպեները մեծան առաջին կեսի ավարտին Բայրոնը վազագույն աշխորհան Բենֆիկային ուսում է Բենֆիկան մինչև ընդմիջում հավասարեցնել հանդիպան արշիվը տեսնում ենք Ձերը շատ են, սակայն այն արդյունք չկա Ազագյանի հետ պարկարումն արկարդում Հեշյանի շացվում է Օպիկ խախտում էր Կեբեշյանի կողմից և զգուշացվեց Խաղացողը իմը տեսնում ներություն խաղացողը ստանդարտ Բենֆիկայի օգտին Մխիթարյան փոխանցում և Ավերյանի արվածը բարձր է ընթանում Եգանյան, Իթալյան, լավ պատ խաղարկում էր, սակայն Ազնավյանը գնդակը հեռացեց վերջին պային Ազանյան շարժվում է առաջ Կատեց կենտրոնում Ավելյանին Կրչյանն է իմ այլ արված նորից բարձր Այլ արակ վին հետոն Աբետիսյանը կինակիցներին Եբեշյան Եվ ուժեղ էր այս փոխանցումը վախից Եբեշյանի Իթալյան սլանում է առաջ Պաշտպանությունում հակագրով կարող ենք տեսնել Բայերից Ամինյան Պետրոսյանը նկատեց և անկյունային Բաց է անկյունայինը Կարող է հակագրոյին հետվել այստեղ Բենֆիկան շրջանցեց մեկ ֆուտբոլիստի Յավերյան մտավ կենտրոն և փայլում վերջաբանել Դավիթ Յավերյան 1-1 Դավիթ Յավերյան 1-1 Առաջին կեսի վերջնամասում կարողացավ վերջո Ֆիկան պոկվել հակագրոյի և հավասարեցնել հանդիպան հաշիվը իմ այլ Ազնավուրյանն է սխալվում կարող է պատժվել այստեղ Բենֆիկը Բայերը ներողություն և Մկրտչյանը չկարողացավ գրավել դարպասը և վերջ առաջին կեսն ավարտված է մեզ մոտ Բենֆիկա Բայեր 1-1 ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից
Ֆուտբոլասերներ վերադարձանք երկրորդ կեսը մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1 Բայրի կազմում աչքին կավ Ակոբ Ամիրյանը իսկ առաջին կեսի վերջն ամասում կարողացավ հաշիվը հավասարեցնել Բենֆիկայից Դավիթ Յավերյանը առաջին կեսը հանուր արմամբ պայքար առաջարկեցին միմյանց երկու թիմերն էլ եւ հիմա տեսնենք ինչպես կացկացնեն երկրորդ խաղակեսը վտանգավոր էր Արտուր Պետրոսյանի արվածը հենց մեկնարկում երկրորդ խաղակեսի եւ հիմա արագ վերհիշենք թիմերի կազմերը Բենֆիկա դարպասում Սարգսյանը Քարեյան Սամվել Գալենտերյան Արադ Եգանյան Դավիթ Աբելյան Ուսիկ Բարսեղյան, Արություն Մկրտչյան, Հրաչ Ղազարյան, Արամ Այրապետյան և Վլադ Մխիթարյան, Դավիթ Յավերյանը նորից դառնում է մեզ մոտ գոլ հեղինակ, հաշիվը դառնում է 2-1, հաշվի մեջ առաջ անցավ Բենֆիկան Դավիթ Յավերյան 2-1 գրանցում իր անվան դիմաց Յավերյանը և առաջին անգամ այս խաղում հաշվի մեջ առաջ է անցնում Բենֆիկան հենց մեկնարկում երկրորդ կեսի կարողացան նրանք արդյունքի հասնել այլ ապնդողի դերում է Բայրը հայտնվում այս խաղում Կարծագանքին այս գոլին Յավերյան, կատեց Ղազարյանը կետվեց Ղազարյան և հրաշալի գոլ հիմա էլ Հրաչ Ղազարյանից պտեցրեց գնդակը և գրավեց Աղասի Ավետիսյանի դարպասը Հրաչ Ղազարյան 3-1 Հրաչ Ղազարյան 3-1 Զարմացրեց մեզ Ղազարյանը այս գոլով և մեծացնում է հիմա իր առավելությունը Բենֆիկան կարողացավ 2 րոպեում 2 գոլ խփել խաղակեսի մեկնարկում և արդեն հրաշալի առավելություն ունի հաշվի մեջ Իկունքում տեսնում ենք խնդիրներ կան Բայրի Այրապետյան կրկին Բենֆիկան Այրապետյան Այրապետյան նաև պայքարում են երկրորդ դիվիզիոնում նրանք արդեն հասկացել են առաջին շրջանի հանդիպումը այնտեղ Բենֆիկան 4 հաշվով դոլարատ խաղ է եղել Մկրտչյան 4-1 Արություն Մկրտչյան փայլուն փոխանցում ստացավ Արամ Այրապետյանից Մկրտչյանը և նա էլ գրավում է Աղասի Ավետիսյանի դարպասը Արություն Մկրտչյան 4-1 3 գոլ է առավելություն է ստանում այս խաղում Բենֆիկան 5 րոպեում 3 գոլ նրանց կողմից
ենթարկեց Ֆիկան Բայերին ակեսում Յավերյան, Սլանը նահարակ Դավիթ Յավերյանը կենտրոնով Յավերյան պտվեց Ոხանցունը ասավ Աստիատիրոջը և հիմա կարող է ակագրել այստեղ Բայերը Գեբեշյան Հրաշալի տարավ գնդակը արգազ դարպասից Ռուսիան Բայերն է փորձում հիմա ինչ-որ բան ձեռնարկել, Ամիրյան լավ նկատեց Պետրոսյանին, Արթուր Պետրոսյան, կենտրոն, Պետրոսյան, Գեբեշյան, արված, Սարգսյանն է թիմին Գնդակ ասավ Յավերյանին, դուրս եկավ իրենից Ավետիսյանը Գեբեշյան դարձել է արգացում այս Գեբեշյանը Թարյանն իմ այլ վերցրել ու շարժվել առաջ Կրչյան Յավերյան հրաշալի պատխաղարկում Յավերյանից էլ փայլուն արված, սակայն փրկեց Աղասի Ավետիսյանը Անկյունային Ղազարյան Արյանն է արված Ասրոպե անցավ կեսից կեսի հաշիվ Սումասիջանով կողպեց իրոպեի հանդացում հիմա Բենֆիկան է հաղթում Այն էլ 4-1 հաշվով
Կրչյան Կրչյան ճճվեց այստեղ արդյուն Կրչյանը Գեբեշյան սանկում Արյանից Կյունային նորից փոխանցում այս անգամ Պետրոսյանը սակայն Հայրապետյանը խլում է գնդակ եւ հակագրող Բենֆիկայի Ավերյան նորից սպայլուն էր հակագրող Բենֆիկայի Դավիթ Ավերյան 5-1 հետրիկը կայացած է Ավերյանի եւ նորից սպայլուն փոխանցում Արամ Հայրապետյանից այսօրվա խաղում Դավիթ Ավերյան 5-1 ցստե այ ելքը շրջված է ժամանակ ունի վայրը բայց Ռմբարկուն է չեմպիոնների լիգայի ստոլով Սիրամիրյան Գավոր էին մաչի կաղան որսա գնդակը Սարգսյանը Պետրոսյան Գեբեշյան նորից Այսա հրկություն էր Սարգսյանի շարունակում է Բայեռնի Գևրոյը Պետրոսյան
հանդիպումը Բենֆիկային է։ Այրապետյան նորից սլացավ առաջ Բենֆիկան, Մկրտչյան հրաշալի փոխանցում նորից Այրապետյանից։ Այս սա խաղ էր Ֆիկայի կողմից։ Մկրտչյան 1-1 դուբլի հեղինակ դարձավ Մկրտչյանը երրորդ գոլային փոխանցումն կատարեց այս համարում Այրապետյանը հաշալի հանդիպում է հասկացնում է Այրապետյանը և Այրապետյանը Բեշյան Բեշյանը Ֆիկայի Ազնավյան Ակված է կարող հակագրել այստեղ Բենֆիկա Ղազարյան Սնացվեց հակագրել Բենֆիկայի Երևորը կվաստակի այս Բենֆիկան Չան Եգանյան Վերջին 5 րոպեները մնացին հանդիպման ավարտի Եգանյան Եգանյանն էլ դարձավ գոլի հեղինակ Մկրտչյանն էլ փոխանցման հեղինակ Եգանյանի առաջին գոլը
Եվ վերջին քանի րոպեները այս խաղի Պետսյան Կրչյան Սեատեր չունեցավ այս փոխանցումը Կրչյանի Գանյան հրաշալի փոխանցում տելենտով Կրչյան այստեղ խլում է գնդակը փրկվեց վայրը այս անգամ Կավեն ակագրոյ Պետրոսյան Պետրոսյան Կատեց Պետրոսյանի Տիրակոսյան և անմարդկային սեև կատարեց Սադիսյանը Սրուկնա էր Շալի հանդիպում անցկացրեց Պետրոսյան Չասավ այդ գնդակը Պետրոսյան բայերն է նորից անցնում Գեժովի և Անաչով Օպեն և անկյունային տեխնիկայի օգտին Բայերն է անցել գրոյի Ավետիսյան շրջադարձարվածը չստացվեց Պետրոսյանին Գյանն է արվածում Կարող է ակագրոյել Բենֆիկան Ազարյան, Եգանյան եկավ եթերից դարպասապահ և վերջ ծավարը սուղում է խաղն ավարտված է Բենֆիկան վստահ հաղթանակ է նկատմամբ և առաջին հաղթանակը կամ չեմպիոնների լիգայի կամբայի փուլում այսքանն ենք պատրաստել ձեզ համար այսօրվա համար բարի գիշեր և ամենայն բարիք